Ղուկաս 11 Հիսուս սովորեցնում է աղոթել։ Եվ եղավ, որ Հիսուս մի տեղ աղոթքի էր կանգնած, և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տեր, մեզ աղոթել սովորեցրու, ինչպես Հովհաննեսը սովորեցրեց իր աշակերտներին»։ Նա նրանց ասաց. «Երբ աղոթքի կանգնեք, ասացեք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, քո արքայությունը թող գա, մեր հանապազօրյա հացը տուր մեզ այս ամեն օր, և մեր մեղքերը մեզ ներիր, ինչպես մենք էլ ներում ենք ամեն մարդու, որ հանցանք է գործում մեր դեմ, և մի տար մեզ փորձության»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Ձեզնից ով է, որ բարեկամ ունենա, գնա նրա մոտ կեսգիշերին և ասի նրան. «Բարեկամ, ինձ 3 նկանակ փող տուր, որովհետև իմ բարեկամը ճանապարհից եկավ ինձ մոտ, և ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ»։ Իսկ նա ներսից պատասխանի և ասի. «Ինձ նեղություն մի տուր, որովհետև դռները փակված են, և երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ և քեզ հաց տալ»։ Ասում եմ ձեզ, եթե բարեկամության համար էլ վեր չկենա և հաց չտա նրան, նրա թախանձանքի պատճառով վեր կենալով կտա նրան, ինչ որ պետք է։ Եվ ես ասում եմ ձեզ. խնդրեցեք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեզ համար, որովհետև ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է, և ով որ բախում է, բացվում է նրա առաջ։ Ձեզնից ով է այն հայրը, որի որդին եթե ձուկ ուզի, միթե ձկան փոխարեն օձ կտա նրան, և կամ ձու ուզի, միթե կարիճ կտա նրան։ Իսկ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որչափ ևս առավել ձեր երկնավոր Հայրը բարիքներ կտա նրանց, որոնք ուզում են իրենից։ Հիսուս և Բեհեղզեբուղը։ Եվ Հիսուս մի համր դև էր հանում, և երբ դևը ելավ, համրը խոսեց, և ամբողջ ժողովուրդը զարմացավ։ Եվ նրանցից ոմանք ասացին. «Դա դևերին հանում է դևերի իշխան Բեհեղզեբուղի միջոցով»։ Իսկ ուրիշներ փորձում էին նրան և երկնքից նշան էին ուզում նրանից։ Իսկ նա իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն կործանվում։ Արդ, եթե սատանան ինքն իր մեջ բաժանվեց, նրա թագավորությունը ինչպես կարող է կանգուն մնալ, որովհետև իմ մասին ասում եք, թե դա դևերին հանում է դևերի իշխան Բեհեղզեբուղի միջոցով։ Եթե ես դևերին հանում եմ Բեհեղզեբուղի միջոցով, ձեր հետևորդները ինչով պիտի հանեն։ Դրա համար նրանք պիտի լինեն ձեր դատավորները։ Իսկ եթե Աստծո մատով եմ հանում դևերին, ապա Աստծո արքայությունը հասել է ձեզ վրա։ Երբ որ զինված հզոր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է, բայց եթե նրանից ավելի հզորը գա նրա վրա և հաղթի նրան, նրանից կհանի այն զենքերը, որոնց վրա հույս էր դրել, և նրա ավարը կբաժանի։ Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Պիղծ ոգու վերադարձը։ Երբ պիղծ դևը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտրում, և երբ չի գտնում, ասում է. «Վերադառնամ իմ տունը, որտեղից ելա»։ Եվ գալիս է ու գտնում այն,
մաքրված և կարգի բերված։ Այն ժամանակ գնում և վերցնում է իրենից ավելի չար 7 այլ դևեր և մտնում բնակվում է այնտեղ, և այն մարդու վերջին վիճակը լինում է ավելի վատ, քան նախկինը։ Ճշմարիտ երանությունը։ Եվ մինչդեռ Հիսուս այս բանն էր խոսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց և ասաց. «Երանի այն կնոջը, որ հղացավ և դիեցրեց քեզ»։ Եվ նա ասաց. «Մանավանդ երանի է նրանց, որ լսում են Աստծու խոսքը և կպահեն»։ Երկնային նշանի հատուցում Հիսուսից։ Եվ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնվեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդն է, նշան է ուզում, և նրան երկնքից այլ նշան չի տրվի, բացի Հովնանի նշանից, որովհետև ինչպես Հովնանը նշան եղավ նինվացիների համար, նույնպես մարդու որդին նշան կլինի այս սերնդի համար։ Հարավի դժխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենա այս սերնդի մարդկանց հետ և պիտի դատապարտի նրանց, որովհետև նա երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը։ Եվ ահա Սողոմոնից մեկը կա այստեղ։ Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ և պիտի դատապարտեն նրան, որովհետև Հովնանի քարոզության վրա ապաշխարեցին, և ահա Հովնանից մեծը կա այստեղ։ Մարմնի լույսը։ Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի մտնողը լույս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է։ Երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի։ Արդ զգույշ եղիր, գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, և նրա մեջ խավարի մաս չկա, ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագը իր շողերով լուսավորի քեզ։ Փարիսեցիների և օրենքի վարդապետների դատապարտումը։ Եվ մինչդեռ նա խոսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մոտ ճաշի։ Եվ նա մտնելով սեղան նստեց։ Երբ փարիսեցին տեսավ, զարմացավ, որովհետև Հիսուս ճաշից առաջ չլվացվեց։ Տերը նրան ասաց. «Այժմ դուք, փարիսեցիներդ, բաժակի և պնակի արտաքինն եք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է հափշտակությամբ և չարությամբ։ Անմիտներ, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաև ներքինը ստեղծեց։ Բայց տեսեք, թե ինչն է իսկապես արժան, ողորմություն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։ Բայց վայ ձեզ փարիսեցիներիդ, որ տասանորդ եք տալիս անանուխի, փեգենայի և ամեն տեսակ բանջարեղենի, բայց զանց եք անում Աստծու արդարությունն ու սերը։ Այս բաները պետք էր անել, բայց մյուսները զանց չանել։ Վայ ձեզ, փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն եք սիրում և հրապարակներում առաջին ողջույնները ստանալ։ Վայ ձեզ, որ անհայտ գերեզմանների պես եք, մարդիկ քայլում են նրանց վրայով և չգիտեն։ Օրենսգետներից մեկը պատասխանեց և ասաց նրան. «Վարդապետ, այդ բաներն ասելով մեզ էլ ես նախատում»։ Եվ նա ասաց. «Վայ ձեզ ևս, օրենսգետներ, որ մարդկանց դժվարակիր բեռներ եք բարձում, բայց դուք ինքներդ մեկ մատով իսկ բեռներին չեք դիպչում։ Վայ ձեզ, որ մարգարեներին շիրիմներ եք շինում,
իսկ ձեր հայրերը նրան սպանեցին։ Դրանով իսկ դուք վկայում եք, թե կամակից եք ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին մարգարեներին, իսկ դուք նրանց գերեզմաններն եք շինում։ Դրա համար Աստծու իմաստնությունն ասաց. նրանց մեջ մարգարեներ և առաքյալներ կուղարկեմ, և նրանցից ոմանց պիտի սպանեն և հալածեն, որպեսզի այդ սերնդից պահանջվի արյունը բոլոր մարգարեների, թափված աշխարհի սկզբից, Աբելի արյունից մինչև արյունը Զաքարիայի, որը կորստյան մատնվեց Խորանի և տաճարի միջև։ Այո, ասում եմ ձեզ, պիտի պահանջվի այդ սերնդից։ Վայ ձեզ օրենսգետներիդ, որ թաքցնում եք գիտության բանալիները, դուք չեք մտնում և մտնողներին էլ արգելում եք։ Եվ երբ այս բոլորը նրանց ասաց, ամբողջ ժողովրդի առաջ ամոթահար եղան, և օրենսգետներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ և բանավեճի բռնվել նրա հետ, շատ բաների համար, և սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խոսքեր որպեսզի չարախոսեն նրա մասին։